Քանի տարեկան եք? 17։ Մարտի 1-ի գործի մասին էիք խոսում, որ ըստ էության այդ ժամանակացում անգամ ծնված չեք եղել։ Հա հետաքրքիր է, ով էր ձեզ հրավիրել, ում հրավերով էիք եկել, տեքստը շատ ուշադիր կարդում էիք։ Տեքստը, այսպես ասեմ, տեքստը նախորդ գրված չէր, ինքը իմպրովիզ էր, որ տեղում արդեն անցել է թղթի վրա, եկել է ծնված չեք եղել, դուք ոնց կարեք պատկերացնել, այդ ոնց են այդ դեպքերը եղել։ Դե եթե ես պատկերացնեմ հոկտեմբերի 27, տրամաբանական է, որ կպատկերացնեմ մարտի 1, գիտեք ինչ, եթե մենք իսկապես մտածում ենք մեր պետության մասին ու մենք իսկականից ցավում ենք այդ ամեն ինչի համար, հավատացեք, ծնվել է ժամանակահատվածում պարտադիր չէ։ Ընդհանրապես պետք է ուղղակի սրտացավորեն մոտենալ ամեն ինչ տեղի ունեցել ու սթափ դատել ամեն ինչ։ Ով էր ձեզ հրավիրել։ Մենք խորհրդիքսով էինք եկել, երիտասարդական ուսանողական երիտասարդական նախաձեռնությունը, առաջին անգամն էր լսումների, եթե ոնց հասկանալ է, տրամաբանական առաջին ելույթս էր ազգային ժողովում, բայց ոչ վերջինը։ Իսկ դուք կներեք էլի մի քիչ նենց գործընկերներով նայում ենք, դուք բլոգերությամբ, տես TikTok-ում հրապարակումներ ունեն, մեկ որտեվ ձեր դեմքը ծանոթ էր, ուզում եք։ Հա, բացարձակապես ոչ, ես ընդամենը հատուկ օրերին իմ Facebook-յան էջում կամ Instagram-ում գրառումներ եմ անում, ասենք չգիտեմ, անկախության օրվա վերաբերյալ, միգուցե դեկտեմբերի 7-ը, այսինքն տարբեր օրեր, որ մենք տոնում ենք մեր պետության մեջ, նաև սգող օրերին։ Այդպես ես իմ կարծիքն եմ ընդհանրապես արտահայտում, բայց բլոգերությամբ ոչ։ Լիքը շատ են ասել զբաղվեն, բայց չեմ ուզեցել։ Այսինքն փաստացի դուք մարտի 1-ին ծնված չեք եղել, բայց լսել եք, տեսել եք, դրա համար այսօր եկել եք ելույթ ունենալ։ Այո։ Գիտեք ինչ, երբ որ մենք տեսնում ենք, որ սահմանադրությունը տապալում են ու մենք լռում ենք դա հանցավոր լռություն է, որը պետք չի էլի այդպես։ Որտեղ եք սովորում։ Ես սովորում եմ Բենյամին Ջանկոչյանի համար 119 ավագ դպրոցում։